այն հասցեներում, որտեղ նշված է եղել 17 ժամ, մենք կունենանք ժամերի ավելացում։ Ես դա ձեզ հավաստիացնում եմ։ Ջրանջատում լինելու է։ Դուք շատ կարևոր բան եք ասում, շատ կարևոր հարց եք տալիս, իսկ միթե անցյալ տարի չի եղել։ Իսկ նախ իհարկե եղել է։ Ինչ է տեղի ունենում ամառվա ամիսներին։ Դե հարցը տվեցիք, սպասեք պատասխանեմ, էլի։ Ինչ է տեղի ունենում։ Դեպի Երևան մղվող ջրի մերձակայքում, այսինքն այդ խողովակաշարերի մերձակա գյուղերի բնակիչները, Երևանի բնակիչները, Երևանի արվարձանների բնակիչները սկսում են ոռոգում իրականացնել խմելու ջրով։ Դրա համար խմելու ջուրը չի բավարարում։ Բնականաբար շոկ եղանակ է, մարդիկ ավելի շատ են սկսում ջուր օգտագործել, այդ պատճառով ջուրը չի բավարարում։ Դա մի երևույթ է, որը նաև սրվել է կլիմայական փոփոխությունների հետևանքով։ Մենք այսօր Երևանում ունենք վերջին 5-6 տարվա կտրվածով 24% ջրի նվազում, հենց ջրաղբյուրներում, պատկերացրեցիք, չէ՞։ Միևնույն ժամանակ, սպասեք ավարտեմ, միևնույն ժամանակ ինչ ունենք Երևանում։ Երևանում ունենք նոր տնտեսվարողներ, տնտեսությունը աճում է, նոր տնտեսվարողներ ունենք կառուցապատման ահռելի բարձր տեմպ, ճիշտ է, ունենք նոր բաժանորդների շատ մեծ քանակ, 600 նոր բաժանորդ ունեցել ենք 2020 թվականին, 8700 նոր բաժանորդ ունեցել են 2025 թվականին։ Շրջան, բնությունը պիտի հաշվարկի, բնությունը